Տեսալուսանկարահանող այս սարքերից պոլիկլինիկաներում եւ բժշկական կենտրոններում գուցե շատ կան, բայց դրանց առկայությունն օրենքով պարտադիր չէ։ Այժմ դրանք պետք է օգտագործվեն նոր կանոններով։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով կանոնների բացակայության պարագայում խնդիրներ էին առաջանում։ Մարդիկ կարող է եւ հարցեր տան, ինչու է այս տեսախցիկը այս վայրում, արդյոք դա իրավական որևէ նորմով կարգավորվում է, արդյոք դրանով չի խախտվում իրավունքները եւ այո, բուժաշխատողները, անվտանգության աշխատակիցները եւ այլ ստիպված են լինում բաց դաշտում որոշակի բարձաբանումներ տալ կամ չտալ, իսկ ներկայում այդ ամեն ինչը հստակ կանոնակարգված է։ Կարգավորման նպատակն է բացառել մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները, պաշտպանել բուժառուների իրավունքներն ու բժշկական գաղտնիքը։ Կառավարության որոշմամբ անդրադարձ է կատարվել տեսալուսանկարանող սարքերի աշխատանքն ապահովող համակարգին, սահմանվել են որոշակի կարգավորումներ այդ տվյալների տեսալուսանկարանող սարքերի օգտագործման ստացված տվյալների ուրեմն պահպանությանը, դրանց հասանելիությանը, պատասխանատու անձանց շրջանակին, թե ովքեր ունեն այդ տեղեկատվությանը հասանելիություն եւ միաժամանակ օրենքը լրացնելով որոշակի պահանջ է սահմանվել, թե ինչպիսի տեղեկատվություն պետք է անպայման նշվի իրազեկման ցուցանակների վրա։ Հիմա արդեն հստակ մարդու հենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կանոնակարգված է, որտեղ դրանք պետք է կպցվեն նշանները, ինչ ինֆորմացիա պետք է գրված լինի, օրինակ նշանի վրա անպայման պետք է գրված լինի կազմակերպության անվանումը, այն հեռախոսահամարը, որ քաղաքացին հարցեր լինելու դեպքում կարողանա զանգի, էլեկտրոնային փոստի հասցեն, այսինքն որպեսզի մարդկանց մոտ հարցեր լինելու դեպքում այդ արձագանքի մեխանիզմները լինեն։ Կանոնակարգված դրույթները բազմաթիվ են, օրինակ, թե բժշկական կենտրոններում, որտեղ կարող են լինել տեսալուսանկարահանող սարքերը, սպասասրահում, միջանցքում, վերելակում, վճարման կետերում, ընդհանուր օգտագործման տարածքներում։ Հիմա արդեն այդ սարքերը կարող են լինել նաև վիրահատարաններում, բայց մինչև վիրահատությունը բուժառուի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում։ Այն բժշկական կազմակերպությունները, որոնք տեղադրում եւ օգտագործում են կամ պլանավորում են դրանք տեղադրել այդ սարքերը եւ օգտագործել, պարտավոր են առաջնորդվել նշված որոշման պահանջներով, որի չպահպանման համար նաև նախատեսված է համապատասխան իրավական ակտերով պատասխանատվությունը։ Կանոնակարգվել է նաև, որ տեսանյութերը պահվում են առնվազն 1 ամիս, բայց ոչ ավելի քան 2 ամիս։ Իսկ օրինակ խախտում հայտնաբերելու եւ բուժառուի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքերում օրենքով սահմանված ժամկետներում։ Քաղաքացին էլ կարող է իր իրավունքներից օգտվել ու անհրաժեշտության պարագայում բժշկական կենտրոնից պահանջել իրեն վերաբերող տեսանյութը։ Իրական կյանքում առանց դրա հնարավոր չի, թե մենք անկեղծ խոսենք, որովհետեւ բժշկական հաստատությունում շատ տարբեր իրավիճակներ են տեղի ունենում, շատ տարբեր իրավիճակներ եւ անհրաժեշտություն է լինում որոշ դեպքերում համ բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացը տեսահսկել, համ անվտանգության տեսանկյունից, որովհետեւ ելնելով մարդկանց էմոցիոնալ ֆոնից, ելնելով զանազան իրավիճակներից տարբեր բաներ կարող են լինել, դրա անհրաժեշտությունը կա, թե անվտանգության, թե բժշկական օգնության սպասարկման վերահսկման տեսանկյունից եւ իհարկե նաեւ մարդկանց մատուցող ծառայությունների որակի տեսանկյունից։ Նոր կարգավորումների կիրառումը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 30-ից։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։